Սայդա, ուզում ենք մինչ այս պահը եղած ակցիաներն ամփոփել եւ հասկանալ, թե ինչ է նախատեսվում։ Առաջկան։ Ահա, նախ ի հավելում Արտակ Մկրտչյանին ուզում եի ասել, որ արցախցիները պատրաստվում են դատական համակարգով վերականգնել իրենց ընտրության իրավունքը։ Քանի որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, լիիրավ եւ իրավունք ունենք ընտրելու եւ թող դատարանը մեզ օրինական մերժի, թուղթը տամել ձեռքը, ասի ինչու չեք կարող ընտրել այսօր նոր կառավարություն։ Ինչու չեն կարող, ինչպես են։ Մենք նոր ենք սկսելու դատական գործընթացները արցախցիների, քանի որ ցուցակները նոր է պատրաստ, ամեն արցախցի արդեն ըստ իր գրանցման հասցեի կտեսնի, ինքը ցուցակում կա եւ իրավունք ունի ընտրելու էլ, թե ոչ, դրանից հետո կսկսենք դատական հայցեր ներկայացնել։ Այսինքն ովքեր քաղաքացիություն են ստացել, նրանք եւս չեն կարող։ Ոչ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի արդեն ունեն քաղաքացիություն մոտ 24000 արցախցի, իսկ 070 կոդով արցախցիների անձնագրերը պետք է համարվեն վավեր եւ պետք է հնարավորություն ունենան ընտրելու։ Տիկին Սայդա, այսպիսի խնդիրեր կա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մերժեց բոլոր այն տեխնացուների մասնակցություն ընտրություններին որպես տեխնացու, ովքեր Արցախից էին։ Այո, շատ ցավալի է։ Իրականում դա հենց մարդու իրավունքների խախտման լավագույն օրինակ է։ Էլ ինչ օրինակ բերենք այս իշխանությունները կամ իշխանությանը, որ ամեն օր արցախցիների իրավունքները խախտվեն։ Ինչու արցախցիները իրավունք չունեն ընդգրկվել ցուցակում։ Այսինքն իրենց դիտարկում է որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Չէ, ոչ մի դիտարկում չկա, այո։ Հայաստանում ապրես։ Այո։ Իսկ ինչպես են հիմնավորում։ Հիմնավորում չկա։ Ցավոք, հստակ հիմնավորում չկա, որ դուք չեք կարող։ Բայց իրենք ապրել են Հայաստանի Հանրապետությունում, համարվել են 070 կոդով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այսինքն իրենց մերժումը չի համապատասխանում իրականությանը։ Շատ լավ, իմ հարցին անդրադառնալով, ինչ է նախատեսվում այսօր։ Մենք մինչև ժամը 4:30 շարունակելու ենք այստեղ մնալ, ունենք եւս 2 ակցիա եւ ընթացքում քաղաքացիները կգան եւ կմիանան ակցիայի։ Մենք շարունակում ենք այստեղ լինել եւ ի աջակցություն անհայտ կորածների ծնողների կշարունակենք լուր ակցիան իրենց հետ։ Շնորհակալ։